արևմտյան սիոնիստական որջը խառնվել է իրար, պահ ելով դիմանար։ Մեկը մյուսի հետևից հայտարարում են, թե մյուս տարի պատրաստում են օգնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որպեսզի տեղի ունենան ընտրություններ։ Նախ դուք միջամտում եք։ Երկրորդը, հիշեցնեմ, երբ Սամվել Կարապետյանի համար եկավ այստեղ Ամստերդամը, փաստաբան, ԿՊ-ից հայտարարեցին, թե մեր վրա մարդ եք բերում։ Փաստորեն, երբ ազերիներին եւ թուրքերին բերեցիք մեր վրա, երբ մցրեցիք ջերմուկ եւ Վարդենից տվեցիք սպանել, երբ ձեր ազերիկներին ու թուրքերին քսի տվեցիք Արցախի ժողովրդի վրա, փակեցիք, բլոկադայի ենթարկեցիք, այդ ժամանակ ձեզ կարելի էր։ Իսկ երբ պետք էր, որպեսզի փաստաբան գար եւ պաշտպաներ այն էլ բարերարին, մարդով բացի լավությունից ոչ մի վատություն չի արել, հանկարծ բոլորդ խառնվեցիք իրար։ Դե ուրեմն մի ասա, փաստորեն սիոնիստական որջը լավ խառնվել է իրար, այս ինչից եք վախենում։ Հա, մտածում եք, որ կարող է հանկարծ վաղը մի իշխանություն գա, թղթերը բոլորը բացահայտվեն, թե ինչպես կեղտոտ Անգլիան իր քիթը խոթել է ժամանակին այստեղ, որպեսզի նաև Տիրանը Հայաստանին եւ այն սկուտեղի վրա մատուցի Թուրքիային։ Դե մի անգամ չստացվեց, գոնե երկրորդ անգամ ստացվի, չէ։ Ձեր մոտ լավ է ստացվում, երբ Թուրքիան կործանվեց, Մեհմեդին անմիջապես դրեցիք անգլիական ռազմական նավ, այդ ժամանակ նավերը առանց խնդրի աշխատում էին եւ միանգամից ձեր նավը միջերգրականով սլացավ դեպի Անգլիա։ Դուք գաղութարարներդ, որ մտել եւ վերջի 2-300 տարին թալանում եք ամբողջ Աֆրիկան, Միջին Արևելքը եւ այլ երկրներ, հանկարծ որոշել եք, չգիտեմ, դեմոկրատիայի դաս տալ մեզ։ Նախ ինքներդ դաս տվեք, դուք պատասխանատու եք Պաղեստինի ցեղասպանության համար, որ հիմա կատարվում է, որովհետեւ դուք օկուպանտներ Պաղեստինի հողերը գրավելով, հետո նվեր տվեցիք ձեր տերերին, սիոնիստներին։ Նախ դուք դուրս եկեք սիոնիստական ճիրաններից, դուք որ ստրուկն եք հրյաների, եկել եք մեզ սովորեցնում եք, թե ինչ բան է ազատություն, այ ողորմելիներ։ Եվ ուրեմն ինչ եմ սա ասում, որովհետև սրան է միացել նաև Մեծ Բրիտանիայի ուրեմն Միացյալ Թագավորության դեսպանը, այդ փնթի ողորմելի, դուք ձեր հարցերը գնացեք լուծեք, դուք տեսեք, թե ինչ է կատարվում այնտեղ, նոր եկել եք մեզ եք սովորեցնում, նախ դուք ձեր նեխած հասարակության մեջ այնքան հարցեր ունեք լուծելու, որը ի վիճակի չեք, հետո նոր որոշեք, որպեսզի օգնեք մեզ, թե չօգնեք, եւ վերջում ավելացնեմ, որ իմաստուն ժողովուրդս մի լավ խոսք ունի։ Ասում եք համին ասած մարակ դուրդ բաց դարման բերեմ, մարակն ասած իմ միջինը մի տար, քո բերած ինձ պետք չի, մեզ ոչինչ պետք չի, մենք հին ազգ ենք, մենք այնքան բան ունենք, դուք դեռ պետք է գաք մեզ մոտ սովորելու, որովհետև այդ օրը գալու է, կեցե Հայաստանը, կեցե ազգային իշխանությունը, մի օր դա լինելու է եւ շուտով։